Վարչապետի նախաձեռնությամբ ու աջակցությամբ Թալինից 100 երեխա մեկնեց Ծաղկաձոր։ Ավտոբուս նստող երեխաների տեսանյութ է տարածել Թալինի համայնքապետ Տավրոս Սափյանը։ Նա վստահ է, որ ճամբարային 10 օրերը երեխաների համար ուրախ, հիշարժան ու անմոռանալի փորձառություն կլինեն։ Հիշարժան ու անմոռանալի հաստատ, բայց ուրախ։ Ծաղկաձորի աղբյուր ճամբարում են ոչ միայն Թալինի, նաև Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի ու Շիրակի մարզերից շուրջ 250 երեխաներ, 7-ից 13 տարեկան, բոլորը ծնողազուրկ, նպաստառու կամ զոհված զինծառայողների երեխաներ են, անապահով, խոցելի ընտանիքներից։ Ինչպես Սափյանն է գրել, վարչապետի նախաձեռնությամբ ու աջակցությամբ այս անվճար ճամբարի պայմանները տեսանելի են դրսից։ Կներեք, ես չեմ կարող թողնել ձեզ։ Ընկեր Գոհարը ավագ ջոկատավարը թույլ չի տա սենյակները տեսնել, փայտե խարխուլ տնակ, որոնցից ամեն մեկում մոտ 10 երեխա է քնում։ Մտանք մի քանի վայրկյանով միայն, խորհրդային հին մահճակալներ, անկողինները ճամբարային տասնամյակների անցյալով, խիտ-խիտ երեխաներ ու սանհանգույց կոչվող հատված, որտեղ հիգիենա հուշող որևէ պարագա չկա։ Դրանց կարիքն էլ չկա, որովհետև տաք ջուր չկա։ Եք լողանալու տեղ կա։ Չգիտենք անկես։ Չէ, չկա, լուրջ չկա տեղ։ Մտեք տեսեք։ Ոտները դրանում են կայսրա մեջ, Երբեք լողացել հարցը մտքերի մեջ է գցում փոքրիկներին, քանի օր է այստեղ են, ճիշտ այդքան օր չեն լողացել։ Չենք լողացել։ Քանի օր է։ 5 օր։ 5 օր է, 3 տոննա։ 4 Լողանալու հնարավորություն ունեն այս երեխաները, հարցնում եմ ընկեր Գոհարին։ Մենք սենյակներում ունենք լողանում են, դա էլ ենք ժամանակի ընթացքում արել, իրականում մենք շատ վաղուց ունեինք ընդհանուր բաղնիկ, որտեղ դա ճամբարական կա, այդպես է եղել։ Ես ինչ հիշում եմ, ճամբարներում միշտ ընդհանուր բաղնիկ ա եղել, լողացել են։ Բայց հիմա սենյակներում կա, այսինքն օրվա ընթացքում երեկոները տաք ջուրը պարտադիր ունենում ենք, այսինքն ոտ ձեռք իրենք կարողանում են լվանալ եւ չէ, նայեք, չէ, օրվա ընթացքում էլ կարա լինի, լողնել արդեն որոշում ենք, հա քանի օր է մեկ։ Տնակներից մի քանիսը տաք ջուր ունեն, ընկեր Գոհարն ասում է, այնտեղ փորձում են աղջիկներին տեղավորել, իսկ սնունդը Բլինչիկներ, կոտլետ, ասինքն ամեն ինչեր ունենում ենք։ Ավագ ջոկատավարը ճամբարի առօրյան ակտիվ գովազդում է սոցցանցում։ Այս նկարում թեյի 6 բաժակ են, նույնքան կտոր լոլիկ վարունգ, 1 թերթիկ բժշկական երշիկ ու պյուրե։ Այո, չափաբաժնով է, հաստատում է Գոհար Մկրտչյանը։ Այնպես չի, որ ով ինչքան ուզի կարա ուտի։ Բայց չափը չէ խնդիրը, 250 երեխա ու մի քանի տասնյակ ջոկատավարներ պահող ճամբարում ճաշարանն ընդամենը 200 տեղ ունի։ Մեր նկարահանման պահին մի խումբ երեխաներ արևի տակ սպասում էին ճաշարան մտնելու իրենց հերթին։ Մի քանի անգամ խմբով տեղից տեղ գնացին, արևի տակ չդիմանալով։ Առավոտյան 9-ին նախաճաշած երեխաները ճաշի մտան 3:30-ից հետո։ Որ ասեմ, տենց գլոբալ պայմաններից դժգոհում են, չէ։ Դժգոհ չեն, ուղղակի կարոտում են ծնողներին, այսպես են բացատրում այն, որ շատ ծնողներ գալիս ու պոկում են երեխաներին պետության նվիրած հանգստի այս հնարավորությունից։ Պետական այս ծրագիրը նոր չէ, շուրջ 2 տասնամյակ իրականացվում է հենց խոցելի ընտանիքների երեխաների համար։ Այս նպատակով նույնիսկ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել Փաշինյանի որոշմամբ։ Այն ղեկավարում է տարածքային կառավարման փոխնախարարը։ Կրթության նախարարությունն էլ մրցույթով ընտրում է ճամբարները։ Աղբյուր ճամբարի հետ պետական գնման պայմանագիր է կնքել այս գերատեսչությունը 32 միլիոն 500 հազար դրամի։ Ճաշարանում լվացարաններ, շուրջօրյա տաքուսառը ջուր, ննջարանները, շենքային պայմանները բարվոք, գնման տեխնիկական պայմաններն են սրանք։ Տեղում սակայն այլ պատկեր է։ Կրթության նախարարությունից հսկողության վերաբերյալ մեր հարցերը հորդորեցին գրավոր ուղղել։ Ենթադրվում է հենց այս ճամբարն ընտրվում է էժանության համար։ Մեկ երեխայի համար պետությունը վճարում է 5000 դրամ։ Փյունիկ ջոկատը Աղբյուր ճամբարը կարող է իր համար գոյություն ունենալ, բայց ինչու է պետությունը հենց սա ընտրում։ Գունավոր դպրոց մանկապարտեզներով հպարտացող պաշտոնյաներից որևէ մեկը տեսել է, թե ուր են ուղարկում երեխաներին։ Նույնիսկ ավագ ջոկատավարն է այն կարծիքին, որ եթե պետությունը փորձում է երեխային անապահով միջավայրից դուրս բերել, պիտի նրան նվազագույնն ավելի վատ տեղ չտանի։ Նմանատիպ տեղերը ավելի լավ պիտի լինի պատրաստված, քան մեկ այլ կառույցները, հա, որտեվ եթե երեխան մի X տեղից դուրս է գալիս է մեկ ուրիշ տեղ, որտեղ ձեր ասացիք շատ ավելի վատ է, քան այդ արդեն բնականաբար, հա, եւ հոգեպես, եւ ամեն դեպքում։ Բայց քանի որ այստեղ մենք այդ ներքին աուրան փորձում ենք հնարավորինս ավելի հավես, ակտիվ, sense Ըստ ջոկատավարի ժամանցով փորձում են կոմպենսացնել մյուս բացերը, իսկ ինչից է բաղկացած ժամանցը։ Ժամանակակից որևէ խաղասարք չկա տարածքում։ Երեխաները պատմեցին, որ գնդակ հասնում է ամենահաջողակներին, փոխարենը
զբոսնում են։ Խոսնում ենք, չգիտեմ, բացատային քաղաքում ենք լինում, նստում ենք, պատրաստում ենք։ Տեսանյութերից դատելով երեխաները հաճախ երգելու ու պարելու հանձնարարություն են ստանում որպես ժամանցի հարմար տարբերակ։ Պայմանները մի կողմ, իսկ որքանով է այս ռեպերտուարը համապատասխանում պետական այս ծրագրի նպատակին։ Երեխաների առողջ, անվտանգ ու բովանդակալից ամառային հանգիստն է նպատակը, նրանց ֆիզիկական, սոցիալական ու կրթական զարգացմանը նպաստելը։ Ես իմ երեխուն եմ տեր, всё, չեմ ուղարկել։ Հասմիկ Իվանյանը զոհվածի այրի է, որդուն անցյալ տարի նույն ճամբար էին տարել։ Գիշերով 15,000 դրամով տաքսի է գտելու Մեծամորից Ծաղկաձոր հասել ջերմող որդուն բերելու։ Ամեն զանգերս լացում եք, ես այդտեղ չեմ ուզում մնամ, այնտեղ համակարգիչը դնում են մեր դեմը, ասում են նայում ենք կինո, նկարում են, ասում են հելեք ցվրվեք։ Այս տարի էլ տղան իրերը հավաքել է ավտոբուսի մոտ հասել, պարզել են նույն ճամբարն է, հետ են փախել։ Հարգելի առաջին ջոկատ, բարև ձեզ։ Այս շատ կարևոր պարտականությունը ձեր ուսերի վրա է։ Ճամբարում այսօր երեկոյան խարույկ պիտի լինի, ոչ մի ոգևորություն չենք տեսնում։ Արևի ուղիղ ճառագայթների տակ փայտեր են այս ու այն կողմանում երեխաները։ Երեկոյան հին աղմկոտ մահճակալներին կպարկեն առանց լոգանքի, կփորձեն քնել պետության բարձր հովանու ներքո։